Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Պողոսյան, ճիշտ ասած, ես ուզում եմ հասկանալ եւ խոսենք արդյոք Սևանալիշ թե Գյոչա, ինչպես ասում է Ալիևը, բայց քանի որ ամբողջ հանրապետությունը հետևում էր այս մեկ շաբաթվա ընթացքում փոքրիկ Տիգրանի առեղծվածային այդ պատմությանը եւ երեք էլ բոլորիս համար շատ մեծ շոկային էր, երբ ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ հայրն է փոքրիկին խեղդամահարել եւ հիմա ուզում եմ հասկանալ ձեր մոտեցումը այս իրադարձությունների հետ կապված, բայց նախքան դա ասեմ, որ կառավարությունը Նիկոլ Փաշինյանը երբ եկավ իշխանության, խոստացավ, որ աղքատությունը պետք է Հայաստանում կրճատվի, բայց թվերը ցավոք դեռ 23% աղքատություն մենք ունենք մեր հասարակությունում։ Հիշենք նաև փոփոխությունները դպրոցների, հատկապես գիշերօթիկ հաստատությունները եւ մանկատները, եւ նրանց որդեգրած ծրագիրը այն է, որ յուրաքանչյուր երեխա պետք է կարողանա ապրել իր ընտանիքում, այդ ծնողների շրջանակում ստանա իր ջերմությունը։ Գիշերօթիկ դպրոցները փակվեցին, մանկատները փակվեցին, այսպես աշխատակիցները այդ ժամանակ բոյկոտեցին եւ ամեն դեպքում բողոքում էին, որ ճիշտ չէ մոտեցումը։ Հիմա այս ընտանիքը դրանք մի կողմ դրած հոգեբանական խնդիր ունեցող ընտանիք է փաստորեն, ինչի մասին է այս ամենը խոսում։ Ընդ որում մարզպետը հայտարարում էր, որ մենք շատ ենք օգնել այդ ընտանիքին, բայց հարևաններն ասում են, մենք երբեք այդ օգնությունը չենք տեսել, քանի որ այդ երեխաները միշտ ցամաքած էին ուտում։ Մի ասպեկտ էլ նշեմ, որից հետո ձեզ չընդհատեմ։ Նույն այդ հարևանները տեսախցիկներից դուրս բողոքում էին, որ երեխաների վրա եղել են նաև կապտուկներ, մայրն է անընդհատ երեխաների վրա ամեն դեպքում ձեռք բացը։ Մի խոսքով պրոբլեմներով մի մեծ ընտանիք, ընդ որում երկու ընտանիք մեկ հարկի տակ, հորաքրոջ երեխաները եւ Տիգրանի ընտանիքը, եւ հիմա կալանավորված հայր, որը դեռ իհարկե հետաքննությունը եւ այլը ամեն ինչ կհաստատի, բայց 3 տարեկան փոքրիկը չկա, որտեղ նա ամեն դեպքում սպանված է։ Շատ շոկային բան է, շատ ցավալի է, որ մենք Հայաստանում այս դեպքեր ունենք։ Ճիշտ ասած, ես որ լսել եմ, իմ սիրտը փայտեց։ Ես թվում է բոլորի մոտ այս Հիմա չգիտեմ դաժե ում ցավակցեմ, եթե այս ծնողներ այդտենց են։ Բայց երևի պիտի ցավակցեմ մեր հայ ազգին, որովհետև մեր երեխա է, հայ երեխա։ Այո։ Գիտեք, բոլոր դեպքերում ամեն մի դեպքից մենք պիտի փորձ ստանանք։ Դասեր քաղենք։ Դասեր, այո։ Դա էլ փորձ է։ Ստեղ ինչ եմ ես տենում։ Շատ խոր համակարգի խնդիրներ, սիստեմատիկ խնդիրներ։ Սենց ասեմ, քանի որ ես տարբեր պաշտոններ եմ զբաղացել, որ օպերատիվ գործում զբաղված եմ եղել, ճիշտ ասած դրսի հետ կապված, բայց բոլոր դեպքերում դեպքեր եղել, որ ներսում ենք աշխատել ու առաջի պատերազմի ժամանակ համակարգի մեջ եմ եղել, այս պատերազմի ժամանակ գլխավոր շտաբում, այսինքն ես հասկանում եմ համակարգը ինչ բան է, ընդհանրապես օպերատիվ ծառայությունը ոնց պիտի աշխատի։ Այստեղ ես ինչ եմ տենում, այստեղ ինչ խնդիրներ։ Այսինքն, եթե մենք բան տաղային տեսուչ կա, չէ, ոստիկան, որ գալիս հետագում է, այդ մարդիկ հարևաններից հարցնում է, խոսք օրինակ եթե կասկածներ կա կամ ինչ-որ մեսենջներ են ստանում, որ խոսք օրինակ այս մարդը մի քիչ կասկածելի է կամ խմում է կամ դիբոշանում, տարբեր ինֆորմացիա են ստանում ոստիկաններ, զեկուցում են տղամասը, դրանք ուղարկում են մարդ, գնացում է հարցուփորձարան, այ ով է։ Այսինքն շրջանային ոստիկան էլ է, գալիս մտնում է գյուղ, խոսում է։ Մանավանդ գյուղերում ավելի հեշտ են ճանաչում ընտանիքներին, քան։ Այո, համ էլ բոլոր դեպքերում ոստիկաններ կան, որ գալիս մտնում են գյուղ, պատասխանատու է ու գալիս ինֆորմացիան հավաքում է։ Եթե դուք
նայեք, այստեղ ավելի խոր բաներ կա։ Նախարարը պիտի լսի իրան օգնականներ, խորհրդականներ, չգիտեմ, տեղակալներ, լսեն, հասկանան։ Դրանք ունեն սիստեմային խնդիրներ։ Ու չէ, ես ասել եմ իրանց։ Չնայած որ ես բազմաթիվ անգամ լսել եմ, որ մենք վերլուծում ենք մեր բաներ, մենք բանով պատկերացումներով, մեր բանով զեկույցներով, այդ բոլոր դեպքերում ինչ որ ես տենում է օրից օր կատարում է նույն բանն է կրկնում, ես հասկանում եմ, որ մեր ներքին նախարարությունում ինտելեկտուալ կենտրոն չկա, բացր մակարդակով։ Այսինքն նայեք, ոստիկանը, որ մտնում է, որ այդ գյուղի իրան վերահսկողության տակը, ինքը ինֆորմացիան հավաքելով, այս ընտանիքում կա խնդիր։ Խոսք ունենք հայրը կամ մայրը կամ երկուսով հոգեբանական խնդիրներ ունեն։ Ինքը ինչ անում։ Ինքը իրան կողմից գրում է իրան հեկավարին, որ այս գյուղում, այս ընտանիքում խնդիրներ կա, ես որպես պատասխանատու սոցիալական խնդիրներ, սկզբից ինքը իրան գծով աշխատում։ Ինքը գրում է իրան վարչության պետին, վարչության պետը զեկուցման համապատասխան տեղակալների մեկից, այդ տեղակալը զեկուցման նախարարին, համակարգը սենց պիտի աշխատի։ Ասում են դեղ վտանգ է, երեխին կարող է տուժվի, ոչ առողջ ընտանիքը, կարող է դաժե հարևաններին երեխին տուժվի։ Հետո դիմում են սոցիալական ծառայության, ասում են, այստեղ խնդիր կա, նույն ժամանակ կապնվում են առողջապահության նախարարությունների հետ, ասում են տանեք այդ մարդու կամ հոգեբանական բան, մասնագետի տող գա, հոգեբան տող գա, ճիշտեն, մի հատ ճիշտ է տեղում, եթե խնդիր կա, երեխուն վերցնում ենք, տանում ենք մանգատուն, կամ այդ մարդուն տանում ենք հոգեբուժարան, ստուգում ենք, նայում ենք, բուժում ենք, եթե նայում ենք վտանգներ կա, այսինքն նայեք 0-ից մինչև 10-ը այս համակարգը պիտի աշխատի բարձրանալ վերև։ Նորից իջնի վերև։ Ոստիկանության տեսուչից մինչև նախարար բոլորը։ Մենք չենք կարող ասենք մենակ ոստիկան։ Մենք ասում ենք համակարգ մինչև նախարար։ Մենք ասում ենք հետևյալը, որ կա համակարգի խնդիր։ Այսինքն ճիշտ չի աշխատում համակարգը։ Ամբողջ Հայաստան Հանրապետության համակարգը աշխատում է անորակ։ Նայեք, ես ասում եմ, տեսուչից մինչև նախարարությունը այդ համակարգը իրար հետ պիտի համագործակցեն։ Այսինքն սա գյուղը ասում է, որ այդ մարդը հիվանդ է եղել, երեխուն միշտ ծեծել են, էս է եղել, այն է եղել, այսինքն հարևաններ գիտեն։ Երեխաները սոված են, երեխաները սոված, տեսուչը չգիտի, այս կանա, չէ, այսինքն ոստիկանությունը չգիտի դրա մասին, ինֆորմացիա, օպերատիվ ինֆորմացիա չունեն, մինչև նախարարը չեն զեկուցել, այս ընտանիքի մեջ խնդրեմ կա, չեն զեկուցում, չեն համագործակցում սոցիալական ծառայությունների հետ, սոցիալական ծառայությունը չի համագործակցում առողջապահության նախարարությունների հետ, ունայեք, դա ինչ է նշանակում։ Այսօր Հայաստանում գտնվում են մարդիկ, որ համակարգից գոյություն չունեն։ Դա լուրջ խնդրեմ է։ Բայց աշխատավարձ են ստանում։ Դե ջայնդամի չել ստանան։ Բայց եթե նպատակային չի գնում այդ ծառայությունը։ Կարևորը ստանան, չի ստանան։ Հետևանքն էլ դինում։ Ինձ է հետաքրքիր է, որ հետևանքը։ Չաշխատելու հետևանքը։ Եթե լավ կաշխատեն $10,000 ամսական ստանան։ Պարոն Պողոսյան, սա առաջի դեպքը չէ, մենք հիշենք Տավուշում խաշաթաղում էր պապիկը երեխային հրեց։ Այդ դեպքերը շարունակելու է։ Միջև չլսեն ես ինչ եմ ասում իրանց, այդ համակարգը ընդհանրապես մի հատ կենտրոններ պիտի ստեղծված լինեն, որ իր հետ համագործակցեն կամ մի հատ կենտրոն ստեղծում են, մի հատ կենտրոնը, որ ամբողջ հետ համագործակցում է, կապվում է, միավորում են դրանք իրար հետ։ Չկա այդ բաները, մենք այս բաներից շատ հետամնացանք, մենք որպես պետություն չենք, այս բանով։ Մենք չենք հասկանում համակարգը ինչ է, մենք չէ, դրանք։ Այդ դեպքում հասկանանք թաղային տեսուչի ֆունկցիան որն է։ Չէ՞ որ նույն ընդունվում է աշխատանքի որոշակի պարտականություններ կատարելու պրոֆիլակտիկայի կապված բաներ, խնդիրներ, խոսք ունենք ինֆորմացիա հավաքում, իրավիճակը այդ գյուղում։ Բայց մարզպետն ասում է մենք տեղյակ ենք եղել եւ այդ ընտանիքին օգնել ենք։ Մի վարքյան։ Եթե այդ ով ասեր, մարզպետը, ուրեմն մարզպետի նույն օրը պիտի գնանք ձերբակալեն։ Եթե դու մարզպետ ասում ես, մենք տեղյակ ենք եղել, ուրեմն մարզպետը զանգում այդ քաղաքի ոստիկանապետին,
ասում եմ լսայի ցավոտանեմ, դեռ խնդիր կա այդ գյուղում։ Իսկ գուցե հանրությունը տվել է, բայց մարզպետը պարտավոր է ամեն մի զանգի Ուրեմն հետևից գնալու։ ոստիկանապետ է քաղաքի։ Թող ասես, այս բան չի եղել, ինձ բան չեն ասել։ Այսինքն հիմա պիտի սկսեն իրար ուտել։ Նայեք, ստեղ բան եմ ասում։ Մարզպետը եթե sense բաներ է ասում, այսինքն այդ միլպետը, որտեղ նստած է այդ քաղաքի միլպետը, նախարար պիտի իրան կանչի հարցը կամ զանգի հարցնի։ Ասի, լսայի ցավոտանեմ։ Այդ մարզպետը ճիշտ է ասում, որ sense ինֆորմացիա եք ունեցել։ Այդ մարդը պիտի ասի կամ հա կամ չէ։ Եթե ասում է հա, իրան էլ ես հանում, վարչապետ քաղաքապետին էլ այդ մարզպետին էլ պիտի հանի, կամ ձերբակալեն կամ գործ կառուցեն։ Այսինքն նշանակում է երկու համակարգը չի աշխատել։ Եթե քաղաքապետը ասում է ես տեղյակ եմ, ինչու կու սոցիալական ծառայությունը ու դեղ բաներ երևի կա իր մոտ այդ առողջապահության բաժին կա երևի, որ զբաղվում է այդ քաղաքի մեջ։ Դուք տեղյակ չեք եղել, մի հատ այդ պսիխդիսպանսերը չեք տարել իրան, խոսքի օրինակ։ Ինչու տամասի բանը այս վերահսկողության տակում որտակ գտնվում է այդ ոստիկանը չի գնացել, չի նայել, ինչա կատարում, չի եկել իրան միլպետին զեկուցեց, ասում պարոն գնդապետ, փող գնդապետ։ Գիտեք, այս ընտանիքը առողջ վիճակը չի, վտանգներ կա, ես տերում եմ վտանգներ կարող անել, երեխեն կարող է կամ իրան կարող սպանեն, կարող չգիտեմ, ինչ շարքեն ձեր անառողջ մթնոլորտ է։ Բոլոր դեպքերում դրանք պիտի զգու։ Հիմա մեկը մեկին սկսել է բան անել, իրան պաշտպանում է։ Մենք տեղյակ ենք եղել, այդ բնակիչները ասում են, ոչ մեկը չի եկել, ոչ մի օգնություն չեն բերել։ Չէ՞։ Հիմա պիտի բարձաբանենք, չէ՞։ Ես նայեք, մարդիկ որ պաշտոն են զբաղվածնում, պիտի իրանց ձիգ պահեն, ձիգ, որպես պրոֆեսիոնալ, որպես մարդ, որպես պետական ծառայող։ Չպիտի սկսել մի անգամ մենք տեղյակ ենք։ Հալավ տեղյակ ես եղել, բայց ինչ ես արել, որտեղ երեխուն չի սպանել, ինչ ես արել, բան չես արել, դե գնա պատասխան տուր։ Ես նորից ասում, պրոբլեմը ստեղ սկսում է, նայեք, սաղ մեր նախարարներ մեծամիտ են։ Գիտեք, մեզնից միլիոն անգամ ավելի քիչ փորձ ունեն, միլիարդ անգամ ավելի քիչ գիտելիքներ ունեն, բայց sense մեծամիտ են, ոնց իրաց դեմքերը նայում ես այդ հարցերից ժամանակ իրաց ոնց են պահում, ոնց որ չգիտեմ, կոսմոսից են իջել ստեղ։ Ուրեմն ես նորից ուզում եմ ասել, որ ես տենում եմ շատ լուրջ համակարգի խնդրեմ։ Շատ լուրջ խնդիրներ տենում եմ։ Այսինքն ոստիկանությունից միջև առողջապահության նախարարությունից, այդ սոցիալական ծառայությունից այդ համակարգը չի աշխատում։ Դե հիմա սա ասում եք տեղյակ են եղել, դե ինչքան պիտի անմասնագետ լինես, ինչքան պիտի աննորմալ մարդ լինես, որ չգնաս այդ երեխու կյանքը նախորոք չփրկես։ Այդ շրջանային ոստիկանը ինչու համար է պետք։ Դե ասում են այստեղ արդեն ներընտանեկան խնդիրներ են Չէ, մի վարքան, եթե չի հետաքրում, պետություն կա։ Ձեր ընտանիքը խնդրեմը ոչ մեկը չի հետաքրում։ Գալիս ենք, ստուգում ենք, խնդիրի տենում ենք, տուրում ենք, որ երեխու համար վտանգություն սպառնելիքներ կան, խոսքը կարան սպանեն, ծեծեն, չէ։ Որոշում ենք այսում երեխու տնից վերցնում ենք։ Ինչ կապ ունի, ես թքացնում եմ ինչ որ ընտանիքում ինչ որ բան է կատարվում։ Եթե ես որպես պետություն տենում եմ, որ վտանգներ կա երեխու համար, թքացնում եմ իրաց ընտանիքների խնդրեմ։ Ես որպես պետություն պետք է երեխու կյանքը ապահովեմ ու իրան պաշտպանեմ ես։ Բայց դու ասում ենք տնական բանը, խնդիրներ են ունեցել ընտանիքի մեջ։ Հետո ինչ։ Մենք հիմա ինչքան պիտի sense նայենք բան, ինչ որ մեկի մոտ խնդրեմ կա։ Երեխայի պաշտպանությունը ինչպես պետք է լիներ, եթե ամփոփենք, կամ եթե ուներ հայրը նման խնդիրներ պետք է հետազոտություն անցներ, եթե պետք էր մեկուսացնել։ Եթե հայրը ունի, մայրը ունի, չգիտեմ, աղբերը ունի, մոտիկ բարիկաններ, որ կողք ապրում են, երեխան ձեր իրավունք չունի մնա։ Վերցնում են, տանում են ուրիշ տեղ։ Կամ երեխային պետք էր առանձնացնել։ Այո, անպայման։ Հա, կարող է երեխու համար մի քիչ ցավալի է ալնելու, բայց կարող է լիքը ընտանիքներ կան, չէ, որ երեխին չկարա բերի, չէ։ Դե սրանից ցավալի դել արդեն։ Չէ, ուզում եմ ասեմ, երեխու համար կարող է մոմենտին ցավալի լինի, չէ, որ խոսնակ ընտանիքից զրկվել են, բայց հետագայում ինքը կհասկանա, որ պետությունը ճիշտ է արել։ Այլ շնորհակալություն էլ կասի,
բայց լիք ընտանիքներ չկան, որ չեն կարող երեխա ունենան, չէ՞։ Կարող են վերցնեն, երեխու պահեն, չէ՞, գնան Մի պասապորտներ։ կողմից սա, ինչպես դուք եք ասում, համակարգային փոփոխությունների կարիք ունեցող համակարգ է կամ չաշխատող։ Լսեք, դրանք չեն կարող ոչ մի բան փոխեն։ Դրանք այս մակարդակը չունեն։ Այսինքն զուտ գիտելիքի պակասն է, որ Այո, փորձի գիտելիքի։ նայեք, այս իմ ասեմ, որ թեման արդեն կարելի է ավարտել։ Եթե Մարսպետը Մարսպետը։ ասեց, դա Մարսպետն է, Մարսպետի Մարսպետը։ մասին է Հա, դե Մարսպետը ասում է, մենք տեղյակ ենք եղել։ Այդ նշանակում է Տեղյակ իրան են եղել, սոցիալական ծառայությունն էլ պիտի տեղյակ լինի, ոստիկանները էլ պիտի տեղյակ լինեն։ Եթե դուք սաղ տեղյակ եք, ու երեխուն վերջում սպանել են, այդ որ դուք տեղյակ եք ում համար է պետք։ Դուք սաղ պիտի գնաք պատասխան տաք։ Սաղ։ Ես ասում եմ, իրանց համար դրանք բախտավոր մարդիկ են, քանի որ ես վարչապետ չեմ, խոսքի օրինակ։ Ես ելնեի վարչապետ, այս դեպքերը ինձ կան զեկուցեն, որ սենց բան է եղել, նույն օր սա ինքը ձերբակալեմ, նույն օր։ Հիմա քանի որ դուք վարչապետ չեք, դուք ընդհանրապես քաղաքական գործիչ եք եւ մարդ, որը որոշակի պաշտոններ է զբաղեցրել, պատկերացնում է իրավիճակը։ Հորը կալանավորել են։ Առանց անկախ նրանից, որ դեռ ասենք քննությունը չի ընթանում եւ այլն, առաջին նախնական կարծիքներն են, դուք այդ տարբերակին համամիտ եք, որ հայրն է կատարել այդ սպանությունը։ Եթե իրանք ձերբակալել են ու արդեն իմ կարծիքով տենց, իհարկե միայն դատավորը կարող որոշի կամ քննչական կոմիտե, բայց եթե ձերբակալել են, մենք այլ մանրամասները չգիտենք, բայց կարող ենք արդեն իրան ասել են ասա դու ես արել, խոսքինակ ինչ որ բան են ճարել, որ ասում է ինքն է արել։ Կարող արդեն ասեցի, որ ես եմ արել, դրա համար ձերբակալել են։ Սենց կասկածել, որ մենակ կասկածելով պիտի գնա ձերբակալեն, դա շատ լուրջ բան է։ Պարոն Պողոսյան, իսկ նման խնդիրներ ունեցող մարդը կարող էր այդպես աշխատել, որ իրեն չնկատեն 6 օրվա ընթացքում, եթե նա այն դեպքում, երբ Տիկին նախարարն ասում է, հենց առաջին օրվանից մենք իրեն ունեցել ենք մեր աչքի տակ, որովհետև կասկածել է։ Օպերատիվ աշխատանք սկսեց։ Սա օպերատիվ աշխատանք 6 օր էր անհրաժեշտ այդ օպերատիվ աշխատանքը կարող է մի տարի լինի։ Ամենայն դեպս այս հարցում ճիշտ են աշխատում։ Եթե դեպք է պատահել, արդեն եթե օպերատիվ աշխատանք սկսեց, կարևորը որ դու արդեն հասկանաս ինչ է կատարվել։ Կարող է, նայեք, ամենախելացի մարդիկ այդ աննորմալ մարդիկ են։ Այդ առումով։ Եթե քանի հատ բաներ պատմությունից մենք գիտենք այդ Չիկատիլոյի մասին, չէ՞։ Չիկատիլո 20 տարի չեն կարողացել ճարեն։ 20 տարի։ Ոչ դիակը, ոչ 50% դիակները չեն ճարել Չիկատիլոյին։ 20 տարի համարյա թե օպերատիվ աշխատանք է, չէ՞։ Դա հեշտ գործ չի, բանավանդ այդ հիվանդներ այդ մոմենտում շատ բիջ են։ Դրանք հասկանում են իրանց այդ մոմենտներով ոնց բիդանեն, ոնց դա sense մեղադրում են, որ 6 օր, 3 օր, 5 օր, 4 օր կարող մի ամիս էլ լինի։ Հիմա այդ բան չի, բա որ լապատեն վերցնի գնա փորի երեխուն գետնի տակ ոնց է ճարելու։ Խոսքինակ ձորի մեջ է գցել ինչ որ ինչքան ես հասկանում եմ, ինչ որ մի հատ տեղա։ Դաշտում։ Ճանապարհից մոտ ընդհանուր։ Բայց եթե խոսքինակ լապատկով գնա տաղի ոնց որ գերեզմանոցում տաղում են, sense вообще չես կարա ճարես ընդհանրապես։ Այդ մոմենտում ինչ պիտի անես, ինքը երկասի ես չեմ, ոնց կարաս ապացուցես։ Կարող է բաներ կան, միանգամից փորձագետներ միանգամից տեսել են խոսքինակ երեխու մոտ նշաններ կա, վերցրել են իր մատների բան ամանացել, որ խեղդեց կամ խփեց, չէ, ձերքը վրա վերցրեց գնաց, դերեց ինչ որ միտեղ, հետո նորից ուրիշ տեղ տեղափոխվել, կարող նշաններ ամնացել, մատերի նշաններ ամնացել, որ ջոգեն են, որ վերջ մարդը, որ այդ երեխա հետ շփվել է, երեխա հետ շփվել, ով է բռնել իրան ձերքին, ոտին, խոսքի օրինակ, ինքն է եղել, ասում են ասպեր, ուրիշ մատ չկա, մենակ դու ես, ուսախ մարմիններում դու ես, կում մատերիա, ասեց հա ես, նու ես չեմ, բայց եթե սենց բան կա, եթե ինքի խնդիրներ ունի, կարող ենք իրան ասել, դու ես արել, կար ասել ես եմ արել, կարան ստիպեն, չգիտեմ,
Ամեն դեպքում դուք արդար քննություն ակնկալում եք եւ հանրությունը կիմանա այստեղ ճիշտը։ Որտեւ ինչ եմ հարցերը ձեզ տալիս, հաշվի առնելով սոցցանցում քննարկվող այս թեման եւ հանրությունը բոլորն են խոսում, որտեղ շոկային է, հասարակության մեծ մասը հակված չէ հավատալու, որ Գիտեք, ես բանը գուցե դա հոգեբանական պահ է, որ չեմ սենց ասեմ, որ թեորի զագվորի ես կողմնակցի չեմ, բայց սենց ասեմ, առաջերտում բոլոր դեպքերում ինչքան այդ մարդը եթե թեկուզ վերցնենք ինքնասպանել, ինքը չսպանել կամ մենք կասկածում ենք, չենք կասկածում, բոլոր դեպքերում այդ մարդ պիտի ունենա պաշտպանություն, պաստաբան պիտի ունենա, անպայման։ Այդ պաստապանին պիտի այդ գործերից ցանոթացնեն, խոսքի օրինակ քննչական կոմիտեն ասում է ինքն արել այդ նայ պաստեր։ Դրանից հետո դատարանը նոր կորոշի։ Չէ, դրանից հետո պաստաբան պիտի ասի։ Ինքը համաձայն է այդ մեղադրանքի հետ, համաձայն չի։ Եթե ինքը համաձայն չի, պաստաբան ասում է, չէ, այդ ինչ որ դուք ներկայացնում ենք, էդի ես չեմ կարամ ընդունեմ որպես պաստ կամ որպես լուրջ պաստ, այն ժամանակ մենք բոլոր իրավունք ունենք կասկածելու։ Բայց քանի որ հնարավոր պաստաբան ոչ մի բան չի ասել, մենք չգիտենք տվել են, բայց օրենքով պիտի տան, եթե ինքի փող չունեմ, ձերի պիտի պետական պաստաբան պիտի աշխատի իր հետ, բայց իմ կարծիքով եթե քննչական կոմիտե կամ նախարար ասեց, որ ինքն է, դե ուրեմն իրան օպերատիվ ծառայությունը զեկուցեց, որ վստահենք, որ ինքն է, խոսքինակ ուրեմն պաստեր կան։ Այսինքն հասարակությանը մնում է միայն հետևել եւ տեսնել։ Հիմա պիտի հետևենք նայենք, բոլոր դեպքերում ստեղ ուրիշ բան է։ Լավ խոսք օրինակ, եթե արդեն ասում են, որ սպանել են, եթե հայերը չսպանել։ Ով է սպանել։ Ով է սպանել, ուրեմն մանյակ է եղել արդեն Հայաստանում, հայտնվել, որ երեխուն է սպանում, ավելի վտանգավոր բան է։ Ընդ որում սա երկրորդ Տիգրանն է 6 ամսվա մեջ։ Երկրորդ երեխա է։ Երկրորդ Տիգրանը։ Հա, երկրորդ Տիգրանն է, հա։ Ուրեմն, այսինքն դա արդեն վտանգավոր բան է։ Եթե առաջ անգամ ասել են ինչ որ սպանություն չի եղել, իսկ հիմա ասում են սպանություն, չէ, բայց արդեն երկու երեխա է։ Դե 6 ամիս առաջ ունեցանք Մարմարիկի դեպքը։ Հա, բայց դեռ սպանություն չի եղել։ Դե այնտեղ է ջրահեղձ էր եղել երեխան։ Հա, բայց կարաս կցեսել չէ։ Դե դրա համար եմ ասում, հանրության մեջ տարբեր կարծիքներ կան եւ դուք հավատում եք, որ սա լինելու է օբյեկտիվ քննություն եւ իրականություն։ Նայեք, ես sense ասեմ, ինձ պիտի ճիշտ հասկանան, որ չսկսեն ասել ես իրանց պաշտպանելու, ես իրանց երբեք չեմ պաշտպանելու, չեմ պաշտպանելու։ Բայց խոսքը օրինակ օպերատիվ գործի մեջ sense բաներ կան։ Պատկերացնենք ինչ որ հիվանդ մարդ է հայտնվել Հայաստանում, որ գնում է երեխեքին սպանում է։ Քաղաքի մեջ դա շատ դժվար է անել, գյուղերում ավելի հեշտ իրանց համար խոսքը օրինակ, այդ մարդու համար։ Օպերատիվ ծառայողներ ասում են խոսքը օրինակ նախարարին, որ հա, մի անգամ այս դեպքն է եղել, հիմա երկրորդ անգամն է, բայց օպերատիվ աշխատանքը գնում է, խոսքը օրինակ եթե հայերը չի։ Բայց խոսքը օրինակ դրանք գիտեն ինչ որ մարդ կա, որ սպանում է։ Ու այդ մարդը որ չհասկանա, արդեն իր մասին գիտեն, Հասկացա։ կարան sense գործեր անեն, իբրև մեկ էլ մեղադրել են։ Շեղեն ուշադրություն։ Շեղերից արույցով հա բան։ Կարող է դել լինել, մենք չգիտենք, եկեք թող դրանք։ Ժամանակը ցույց կտա։ Ժամանակը ցույց տա, հիմա կարևորը այստեղ եթե ինքն բայց ես sense եմ ասում։ Եթե ինքն է սպանել, ուրեմն նշանակումը ինչ որ մենք հիմա ծեր հետ վերլուծել ենք, ինչ որ քննարկել ենք, այդ նշանակումը համակարգի խնդրեմ։ Որ էլի մարդիկ կան, որ պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Եթե ինքն է սպանել, ու սա ասում են հերթով, մենք գիտենք, իմացել ենք բաման, հիմա որ իմացել եք, ձեզ պիտի մեդալ տանք, հերոս տանք, օրդին տանք մի հատ։ Իմացել եք ու երեխուն ոչ մի բան չեք արել, որ երեխուն բրգեք, պիտի գնաք նստեք այդ հայերի հետ միասին։ Դուք ուրեմն նույն այդ բանի մեջ եք եղել։ Այդ նույն սպանությունն է, հասկանում եք իմ համար։ Եթե դու իմանալով, որ վտանգներ կա երեխու համար, ու բան չեք անում, հետո դեպքեր է պատահում, իմ համար այդ նշանակումը իմ համար, այդ իմ համոզմունքն է։ Այդ մարդը ուրեմն պիտի պատասխան տա։
Կհետևենք դեպքի հետ կապված պարոն Պողոսյան այժմ դուրս գան կարճատև գովազդային դադարի եւ հասկանանք ինչու է Ալիևը մեր Կապոտաչյա Սևանը դե միշտ են ասել որ իրենցն է իրենցն է բայց արդեն իրենց գիտությունների ակադեմիայի 80-ամյակին արդեն հայտարարում է իր նախագահի մակարդակով այդ մասին մի խոսքով կզրուցենք նաեւ այդ հայտարարության հետ կապված հարգելի հայրենակիցներ հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը այժմ գովազդային դադար մեր եթերում Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ ճշգրիտ ախտորոշում արդյունավետ բուժում նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Պողոսյան, հիմա անդրադառնանք, թե ինչ է տեղի ունենում մեր, այսպես ասած, հարևան պետությունում։ Ալիևը հայտարարեց, որ Սևանալիք չկա, այլ կա Գյոչա, ինչ էլ տգեղ անուն է, եւ իբր գիտնականները բազմաթիվ աշխատանքներ են իրականացրել, բայց դրանք բավարար չեն եւ անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, քարտեզներ, հիշենք, որ Սրանից 10 օր առաջ այստեղ ես հաղորդում եմ ունեցել Ռուբեն Գալչյանի հետ, Զանգեզուրի միջանց քարտեզի մասին ենք մենք խոսում, որտեղ բոլոր հայկական տեղանունները, գետերը, նույնիսկ հողերը եւ այլն ամեն ինչը գրված էր ադրբեջաներեն։ Հիմա ինչի մասին է։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանը ֆորումներում, որում այսօր է Լոբելի 2025 ֆորումն է, նորից խոսում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության մասին, բայց Ալիևը նույնիսկ պատմություն է հորինել, թե այդտեղ հայերը ինչպես են տեղահանվել Իրանից, Արևելյան Անատոլիայից, եկել է Ղարաբաղ,
էթնիկ կազմը փոխելու համար այդ քարտեզները արտացոլում են պատմական ճշմարտությունը եւ իրենք պետք է ուսումնասիրեն։ Մի խոսքում Ալիևը ինչ է անում, մենք ինչ ենք անում։ Ընդ որում լրագրողները փորձեցին այս մասին թեկուզ գտնել, թե ովքեր են արձագանքել։ Սուրեն Պապիկյանն ասաց, որ ինքը չի կարդացել եւ չի կարող ոչ մի մեկնաբանություն տա, Ալեն Սիմոնյանն ասաց, որ շատ վատ է, որ այդ ամենի մասին այդպես են խոսում, իսկ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ եթե փոքր-ինչ պատմությունը հետ գնանք, ապա կտեսնենք, որ այդ քարտեզում ոչ թե Սևանի անվանումը կտեսնենք, այլ կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով եւ չեք տեսնի Ադրբեջանը։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե sense շարունակի կարող է դու գնաք Ալտայ։ Հիմա նայեք, նախ եւ առաջ ես վաղուց չեմ լսում Նիկոլ Փաշինյանը ինչ ասում։ Բոլոր Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, ինչ չեք լսում։ Ինձ իմ թիմից ինչ որ ուղարկում են, իմ վերլուծական բաժինը, ինչ որ ուղարկում է, ես նայում եմ։ Ես ոչ զաղին ունեմ, ոչ հավաս ունեմ իրան լսելու։ Ինձ չի տակում այդ մարդը ինչ ասում։ Կարևոր բաներ իրենց ցեզեսներով ինձ ուղարկում են, ես նայում եմ։ Ես ավելի շատ իմ թիմի աշխատողներին ասում եմ, որ հետևեք ինչ Ալիևը ասում, Էրդողանն ասում։ Դե այստեղ էլ ասում են Ալիևի ասածները այնքան եք մեջ բերում մեր հասարակություն, աշխատում եք Ալիևի համար եւ Ալիևի այդ նույն իշխանություններին մոտ։ Դու գնան իրանց ճանապարհով, դրանք ովքեր են, որ մեզ պիտի խորհուրդ տան, մենք ինչ պիտի անենք։ Ալիևը իր խոսքի տերն է։ Ինչ որ ասեց, արեց։ Ինքը Նիկոլ չէ։ Ինքը բան, քաղաքական պայմանագիր չէ։ Ինչ որ ասում անում է 26, 27, 28, Ուզում եք ասել, սա նորից տարածքային հերթական պահանջն է լինելու Ալիևի, սա նախապատրաստում է, թե։ Դիմարինա, ուրեմն ինձ ուշադրություն լսեք։ 94 թվականից ոչ Ադրբեջան, ոչ Թուրքիան իրանց ռիտորիկայով, իրանց գաղափարներով, իրանց հարցերության ժամանակ տարբեր ոլորտներում մեջազգային կառույցներում երբեք ոչ ցախ են գնացել, ոչ աճ են գնացել։ Ես էլ 20 տարի շարունակ ասում եմ։ Այն օրը եթե Հայաստանը ստորագրի մի այդ պայմանագիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, լիք բազմաթիվ իմ հարցազրույցներ կան։ Այս արա միջև պատրաստներ եմ ասել, ասում 20 տարի ես նույն բանն եմ ասում։ Այն օրը որ մենք տենանք որ Հայաստանը Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ հաղորդան պայմանագիր ստորագրել, այդ նշանակում է Հայաստանի իշխանությունը համաձայնվեց այն առաջարկություններով կամ պայմաններով, որը թելադրում է Ադրբեջանն եւ Թուրքիան, այո, միշտ ասել եմ ու ասում եմ։ Հիմա այս հայտարարությունը ինչի հետ է կապում, այս հայտարարությունը ինչի համար է։ Մոսկվան ամեն ինչ անում է, որ նայեք, այդ պրոռուսական օպոզիցիան չի հասկանում Մոսկվան ինչ անում։ Դուք անցած անգամ ասացիք, որ Մոսկվան նույնիսկ տվյալներ է վերցնում տալիս Նիկոլ Փաշինյանին։ Այո։ Ես չեմ ասում անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Իշխանությանը։ Ինչ որ մեկին տալիս են։ Ու փոխանցում են։ Ստեղատիրած ու ուրիշ բանի մասին, նայեք։ Մենք մի քիչ հետ գնանք, որ գնանք առաջ։ Որ հասկանան ինչ է կատարում մեր հանրությունը։ Ուրեմն նայեք ինչ են անում Ռուսաստանում։ Այդ որ մենք ասում ենք, լսում ենք, Նիկոլ Փաշինյան ԿԳԲ-ի մասին է խոսում։ Զախարովը պատասխանը չէ ԿԳԲ-ի։ Ես հիմա նայեք, մանրամասների բացում եմ, որ սա հասկանան ինչ խաղեր է գնում։ Նայեք, Նիկոլ Փաշինյան սա մեղադրում է ԿԳԲ-ի ագենտներ։ Անուն ազգանուն։ Դրանք ունեն պոտանուններ։ Այսինքն մեկը կարող է Պետրոսը, բայց անունը դրել են խոսքյունակ Էյնշտեյն։ Խոսքյունակ։ Գործակալների գործ կա։ Դեռ իր պոտանուններ են դնում։ Խնդրում եմ այդ գործակալը գործը բաց տորեք դերեք սեղանը իրա ցույց տեք, որ խոսքյունակ ինչ որ մի հատ Պետրոսը ԿԳԲ-ի գործակալն է եղել, կամ հիմա ՖՍԲ-ի գործակալ, կամ ՑՌՈ-ի գործակալ։ Եթե դուք պաստերը չունեք, իրան այդ կլիչկեկը չգիտեք, դուք իրավունք չունեք ասեք, որ խոսքնակ ինչ որ մեկը գործակալ է, այդ առաջինը։ Էդի
օրենքի խախտումն է։ Մարտիկ կարան բողոքեն ու քրեական գործ պիտի բացեն։ Եթե դուք, չգիտեմ, ինքիմ նկատի ունեք ԿԳԲ-ի գործակալներ, որ ասում են ԿԳԲ-ի թեզիսները, որ ադրբեջանցի դժմաններ են, դժնամի են ու թուրքեր։ Նախ եւ առաջ սովետական Նիկոլ Փաշինյան լսեք, մի քիչ դաստամ ձեզ։ Սովետական միության ժամանակ ԿԳԲ-ը եղել է 5-րդ վարչություն։ Ինքը զբաղված եղել ազգերի հարցերով։ Եթե դու ԿԳԲ-ի ականջներ գալիս հանձնում է, կամ մի հատ ռուսը ուկրաինացին ասեց խախոլը, կամ ուկրաինացի ասում է ռուսին կացա, գալիս են ձերբակալում են 5 տարի նստացնում են։ Սովետական միությունում սենց վիրավորանքը չի կարող ալի։ Խոսքինակ թուրքը ադրբեջանցի հային, հայ ադրբեջանցին գալիս է մի անգամից փաթաթում տանում են։ Մի անգամից։ Ընդհանրապես ԿԳԲ-ն միշտ ասել է, որ սովետական միությունը ընտանիքն է։ Ներսում ժողովրդի մեջ ինչ եղել է, ուրիշ բան է, բայց որ դրանք սովորացրել են, այդ թեզեսներ են մտցրել, որ ադրբեջանցիք մեր դիշնամի են, դա սուտ է, ոտ դից գլուխ։ Այդ առաջինը, երկրորդը, եթե այդ իշխանությունը փորձում է ինչ-որ մեկին ասել, չի նայ լյուբոյին, ասում է գործակալ ԿԳԲ-ին, Facebook-ին, չգիտեմ, գրում, դրանք սիրում են, չէ՞, թեզիսներ օգտագործել։ Մենք էլ իրավունք ունենք ասել, դուք էլ գործակալ եք։ ՑՌՈ-ին մի 6-ին այդ բրիտանական կամ BND-ին կամ ֆրանսական, չգիտեմ։ Մենք էլ իրավունք ունենք ասել, մեղադրենք։ Հիմա նայեք ինչու՞մն է այստեղ գործը։ Ինդումությունը այդ պրորուսական, մտածում է, որ ռուսը իրան պաշտպանում է։ Ռուսը իրանց հետ է, տալիս են, ասում են գնա իշխանությունը վերցնեն։ Բայց ստեղ նայեք, ստեղ աշխատում է ռազմական հետախուզություն աշխատում է, արտաքին հետախուզություն Ռուսաստանում ստեղ դեսպանությունում աշխատում են, սահմանապահ զորքերի մեջ էլ կա, ՖՍԲ-ն իրան համակարգ ստեղ ունի։ Դրանք սաղ աշխատում են Հայաստանում։ Ու նայեք, դրանք գիտեն 20 թվից հետո Հայաստանում բեսամբ հակառուսական տրամադրություն է։ Ժողովրդի մեջ։ Գիտեն, չէ՞, մենք էլ գիտենք։ 21 թվից հետո 22, 23, չէ՞, 23 թվից մանավանդ որ էթնիկ զիջումներ է եղել։ Ուրեմն նայեք։ Դրանք խոսք ունեն գալիս են մեկ ասում է եկեք դաշնակցություն աջակցենք, փող տանք, տելևիզորով ցույց տանք, գնան Նիկոլին հանեն։ Խոսք ունեն Ռոբերտ Քոչարյան։ Պուտինն էլ նստած իրան խորհրդականներով ասում է, հա դուք առաջարկում եք ես իրանց այդ ալիքները բացեմ, խոսք ունեն ինֆորմացիոն, TV, MV տելևիզորով բանով, բայց նայեք, ես իրանց որ ցույց տամ իրանց ճանապարհը տամ տելևիզորով այդ ժողովուրդը իրանց նայի, դրանք ասեն, ահա, հաստատ այնա տենում է Կրեմլի գործակալներ են։ Ես փչացնելու եմ իրանց։ Հիմա ինչ համար են դրանք այդ ալիքներ են բացում, այս ճանապարհ են բացում, ասում են ինդումությունը Թևոնյան, չգիտեմ ով ինչ, գալիս են Ռուսաստանում կապեկցություն են անում։ Ռուսները իրանց չեն օգնում, ռուսներ իրանց փչացնում են։ Հիմա նայեք Ես համոզված եմ ինչ որ մակատարում է Ռուսաստան, Հայաստան, նայեք, հիմա ասում են Ռուսաստանից գնացքներ ա գալու, ստեղ 14 միլիարդ ապրանք ա եկել, բայց Ռուսաստանից մենք չենք կարել ոչ մի բան, ընդհանրապես բան չկա Ռուսաստանում։ Հիմա եկեք կապենք այդ ամենը մեր հաղորդումը։ Հիմա ես ասում եմ, հիմա մենք ապրանք չունենք այսքան Ռուսաստանից 14 միլիարդ բերեն, գաղտնի տվյալներով, Ռուսաստանի գաղտնի տվյալներով 20 միլիարդ է եղել։ Ու այդ մեծ մասի ոսկի այս բաներ էլի, հա։ Դու Ռուսաստանից բան չունես բերելու, մենակ սանկցիա անցնելու բաներ ունես ապրանքներ, որ սանկցիայի տակ է։ Ռուսները այս դրա համար ճանապարհը պետք Թուրքիայից հանեն այս ապրանքը, կարող է զենք զինամթեր գնա Ուկրաինայի դեմ։ Հիմա ես գալիս նայեք, մի կողմից Արևտուրը գնում է, երկրորդ կողմից Նիկոլ Փաշինյանը իրան թիմում ամբողջ օր Ռուսաստանի դեմ են խոսում։ Մարիա Զախարովա դուս ադալի էլ կապիկություն անում ասում է մատա տապտալը բան էդի ոնց բան Վարդան Ղուկասյանից ձերբակալում ինքը ասում է միավորվենք էսյանի իրար պաս ենք տալիս Նիկոլին ասում են դուք բան իբրև հակառուսական եք Եվրոպա եք չէ գնում է ժողովուրդը հասկանա որ Եվրոպա է այդ դեպքում Ալիևը ինչ է այդ հայտարարությունը բայց հիմա գալիս ստեղ ենք հիմա ճիշտ հարց է մոտենում ենք այդ հարցին քանի որ Ռուսաստանը աջակցում է որ դրանք մնան 26 թվում, իրանց պետք է ճանապարհների բաց։ Դրանք հաստատ գիտեն, Պողոսյանը գալու է, նույն վարկյանը ճանապարհը փակելու եմ։ Հայաստանը դի
Քուչաչե էլի, որ sense կարած գնաց գազ։ Նույն օրը փակելու եմ, նույն օրը։ Այսինքն Բաքուն եւ Երևանը համատեղ Բաքուն եւ Մոսկվան միասին են Բաքու, խաղում։ Մոսկվա, Երևան։ Միասին են խաղում։ Այո։ Ով ում գործընկերն է, ում դեմ։ Այստեղ չկա Դե երեքն էլ գործընկերներ։ նույն Նայ, այստեղ մենք ոչ մի շահ չենք ստանում։ 42 կիլոմետրով դուք Ռուսաստանից բացի գազից, այդ ատոմակայանից բամա, ծորեն, թեթև, ոչ մի բան բերելու չունեք։ Այդ առաջինը, երկրորդը, հիմա Ռուսաստանից դուք չեք կարա ծորեն բերեք Հայաստան։ Նախ եւ առաջ շատ թանկ է, երկրորդ փոշինը բարձրացրել են, երրորդը ակերվածա որ դուք դուրս հանեք այդ ծորենը Ռուսաստանից։ Դուք Կազախստանից կարաք բերեք։ Կազախստանից մենք կարանք նավով բերենք միջև Պարսկաստան, ավելի կարճ ճանապարհ, ավելի իժան։ Ու Պարսկաստանից Հայաստան, ինչու Ադրբեջանից մեզ կողմ եք այս ամպա։ Հիմա Սևանի թեման ինչու է հիմա Հիմա ես ասում եմ, նայեք, հիմա ես կապել եմ, այդ սա կապված Սիվանի թեմայի հետ։ Հիմա դրանք Մոսկվան պասա տալիս հարձակում են Նիկոլի իրա, Նիկոլի թիմը հարձակվում է Մոսկվայի իրա։ Իբրև հակում են իրար։ Բայց նույն ժամանակ տենում եք ճանապարհների բացվում է Ռուսիայի համար ապրանքը գնում գալիս դուսա գալի մտնում է, ու մենք բան չենք, չէ, լավ չենք։ Պասերով խաղում են։ Այո, հիմա իսկ Ալիևը, հիմա նայեք, Նիկոլ Փաշինյանը ասում է, ես խաղաղություն եմ բերել, դուք ընտրում եք կամ խաղաղությունը կամ պատերազմ, այսինքն ինքը խաղաղությունն է, մենք ամբողջ մենք պատերազմ ենք։ Ես էլ ասում եմ ընդհակառակ։ Դրանք պատերազմ են, մենք խաղաղություն ենք։ Այսինքն եթե Հայաստանը չի ուժեղանում, Հայաստանը Հայաստանից Հայաստան չենք սարքում, մենք դժվելու ենք ու պարտվելու ենք միջև վերջ։ Ալիևը, նայեք, Նիկոլաս Փաշինյանը, ես խաղաղություն եմ բերել։ Նայ, միջև այդ հայտարարությունը պատգամավորն ասում Հայաստանի էդի Ադրբեջանն է, մերն է, առաջի, հետո ասում են իբրև համել են այդ բաները։ Բայց կարևոր չի։ Պրոստը իրան ասեն մեր պլանները մի բաց։ Առաջ մինգի։ Երկրորդը ասում է Գաջիևը, նայ, Ալիևը օգնական կամ խորհրդական, դա ոչ Նիկոլի խորհրդական, ոչ Նիկոլի օգնական։ Նիկոլի օգնականներ, խորհրդականներ, սենց, այսինքն սենց ստատուս ունեն, որ կարան հայտարարություն էլ անեն։ Հիմա որ Գաջիևը ասում է Զանգիզուրի Միջանցք ու դնում է իրան ալիքում։ Դա երկրորդ սիգնալն է, երրորդ երեքա չէ եղել։ Ալիև ասում է Սևանչի էս իրան Սիբիլ անուն են դնում։ Չէ։ Ալիև ինչ անում իրան թիմով։ Ինք Նիկոլ Փաշինյան ասում է, մեզ վստահեցնում է, որ խաղաղություն է բերել, այսօր էլ ասում է բանը, դա սոցիալական եւ հոգիբանական խնդիրներ է, այսինքն արդեն հոգիբան է դարել, հոգիբան արդեն։ Մենք կարող ակադեմիկոս է դարել, ես էլ չգիտեմ։ Այսինքն Ալիևը էլ ասում է նայեք մեզ ինչ։ Ուրեմն ինչ որ ծերունք ասում են խաղաղությունը, սուտ է, ոչ մի խաղաղություն չկա։ Եթե մարդ ուզում է խաղաղություն, ինքը չի կարամ մեր տարածքի վրա ասի դա իմն է։ Այսինքն դա Սևանչի ամբողջ քարտեզներով, քարտերով դա բանն է, Ադրբեջանն է։ Մերոնք ասում են դա բանն է, ռիտորիկա է։ Հիմա ես խոսք եմ տվել միջև այս բանը, որ մի հատ հետաքրքիր բան պատմեմ։ Այդ որ մերոնք սիրում են ասել ռիտորիկա։ Միջև պատերազմը մնում է մի քանի օր։ Ես գլխավոր շտաբում Ֆրանսիայի դեսպանությունից ինձ զանգում են։ Ու ասում են, ես իմ գերին ասել են, որ աշխատում է Ֆրանսիայի դեսպանությունում, ես ասել եմ, որ բան խոսալու բան կա կարևոր։ Այս պատմությունը առաջի անգամ է։ Այ առաջի անգամ։ Առաջի անգամ։ Ասում եմ կարևոր բան կա։ Ինք ասում կարանք հանդիպենք, ասում հա ես ժամանակ չունեմ, բայց բնեի մոտ մի հատ տեղ կա, գնանք դեռ նստենք խոսանք։ Ես իրան ասում եմ, լսի, զեկուցի դեսպանին ու թող ինքը զեկուցի Մակրոնին։ Ասում մի քանի օրից հետո պատերազմ ալնելու։ Նայեք ինքը ինչ ասում, դա ժամը 6-ն է եղել, 5-ն է եղել։ Մոտորապես 2-ն է եղել։ Ինքը ինձ ասում է, լսի, բայց դեսպանը այսօր հանդիպեց իր վերևների հետ։ Ես ասում եմ առավոտ մասը հանդիպել։ Ես առաջ անգամ եմ պատմում, դա վկաներ կան, նույն ֆրանսիացի վկաներ են։
կարամ Մակրոնից էլ հարցնեն, ուրեմն ասում է, բայց ինչ բան, ես իրան պաստեր եմ բերում, նույն ինվերլություն Հա, եմ դե բերում, բնականաբար պետք է ցույց տա կապացուցեք, որ ինչն է կասկածը։ իրանց հրամանատարներին, որ արաբական երկրներից է ջոկատներից, այլ-նուսրաբան, ազնագետներ եմ ցույց տալի, որ արդեն Ադրբեջանում։ Երկրորդը ցույց եմ տալի իրան ԶԼՄ-ներ ոնց են սկսել աշխատել։ Երկրորդը մի քանի հատ աղբյուր եմ ունեցել դեից էլ։ Ոչ, տարբեր լրիվ ինֆորմացիա տվել եմ, ասում եմ նայեք։ Կարաք զեկուցեք նախագահին։ Ասում եմ, բայց երոնք ասում են ամեն օրվա Ալիևի ռիտորիկն է։ Հա, աշխատում եք ամիդ ներքին լսարանի համար կամ դրսի։ Հա, ասում եմ ով ասել, ինքը անուն ազգաները տվեց ով ասել։ Ինչ որ մի քանի օքի արդեն չկան իշխանությունը, մի քանի օքի կան։ Ու դրանք ում որ ասում են գիտեն, որ հանդիպել են դեսպանի օրը, հիշեք իշխանավորներ, որ հանդիպել ենք, ինչ եք ասել դեսպանին, որ Ալիևի ռիտորիկա, ամենօրվա ռիտորիկա է իրան։ Ես ասում լսի, դրանք բան չեն հասկանում, նախև առաջ, ոչ պետությունից, ոչ թեատրական պատերազմից, դրանք մասնագետ չեն, ում հետ եք խոսում։ Ասում ես խնդրում եմ, ես քեզ ասում եմ որպես գլխավոր շտաբի խորհրդական։ Զեկուցեք Մակրոնին, մի քանի օրից պատերազմ։ Լավ, ինչ ես առաջարկում, ասում առաջարկում դու Պուտինից խոսա, որ դուք տեղյակ եք, քանի որ դուք Միսկի խմբի համանախագահներ եք, դուք պատասխանատու եք, ամերիկացիների հետ կապնվեք, բացատրեք, որ ես ասում եմ, որ պատերազմում իմ խոսքի տերն եմ։ Եվ ժամը 4-ին առավոտ մյուս օրը։ Պատերազմը սկսվում է։ Չէ, պատերազմը սկսվում է մոտորապես 4 օրից։ Ժամը 4-ին 4:30-ին զանգում են դեսպանությունից։ Ինձ ասում են. Պարոն Պողոսյան, նոր մի քիչ առաջ ավարտեց մեր նախագահի մոտ նիստը։ Ինչ որ մենք զեկուցել ենք, Մակրոնը միանգամից հավաքեց Իրան ավանդանկության նիստը։ Բանակիցեր են եկել, գլխավոր շտաբիցեր են եկել, հատուկ ծառայություններից են եկել, իրանց ՀԳՆ-ից են եկել, իրանց մոտ բանը հավաքվել, ասում է Հայաստանի սենց տվյալներ ունենք, որ պատերազմը սկսվում է։ Ասում է մեր հատուկ ծառայությունները եւ մեր զինվորականները ասել են մենք Հայաստանի գլխավոր շտաբի հետ համաձայն ենք։ Պատերազմ լինելու է։ Այո։ Դրանից հետո Մակրոնը զանգում է, հետ եղել է մոտորապես իրանց ժամով մոտորապես 12-12 կես։ Ինքը զանգում է Պուտինին, Մակրոնը։ Այդ ինձ հավ պատմում են դեսպանությունից։ Ասում են զանգեց, ասել են, որ մեր տվյալներով մենք տերում ենք, որ շատ շուտ պատերազմաները մի քանի օրից իմ հատուկ ծառայությունները, ինձ զինվորականները, ինչ ասում որ գլխավոր։ Եվ ինչ է ասում Պուտինը։ Ես էլ եմ հարցնում ու ասում ինքը ասեց մի հանգստացեք, բանը ոչ մի բան չի լինելու, սա մեր վերահսկողության տակ է, մենք չենք տողելու, թույլ չենք տալու, արխային, մենք Այսինքն Պուտինը հերքել է։ Ասում մենք հետևում ենք, այդ ֆրանսիացիք ինձ պատմում են։ Ասում մենք հետևում ենք, արխային ոչ մի բան չի լինելու։ Ու ասում ասենց այդ զրույցը ավարտեց, նախագահն հեռախոսը դրեց, ես ասում եմ ու ասում այդ նույն հարցը սա այդ հավաքվածներ ասում են ու հավատում եք պարոն նախագահ, ասում Մակրոնը հեռախոսը դրեց, ասում եմ ոչ։ Ես այդ դեպքը ինչ համար եմ պատմում։ Պատմում համար էր որ դրանք նույն միջև 4 օր մնում է Ֆրանսիայի դեսպանը իրենց այն հանդիպումը մարդկանց հետ, որոշ մարդկանց հետ։ Դրանք ինձ ասում են, բայց ինչ անենք, ասում եմ, առավոտ հանդիպել ենք, մենք ժամը 2-ին նախագահի համար իրանց կանալներով նամակ են ուղարկել, որ Հայաստան կողմը գտնվում է, որ էսի ամեն օրվա Ալիևի ռիտորաբանությունն է իրան։ Ասում ուրեմն ես ես ասում եմ։ Ու դրանից հետո մի քանի այդ բան այլ է եղել, հետո սենց ասեմ։
Մեր ժամանակ Այսօր ավարտում ավարտը որ ժողովուրդ հասկանա ինչ է որ եղել։ ուղղակի ամփոփենք արդեն նույն այդ հռետորաբանության հետ կապված, այսինքն դուք վտանգ եք տեսնում մեր իշխանությունները, Ես աչք են վտանգի չեմ փակում։ տենում, վտանգը կա արդեն։ Պետք չի տենալ։ Այսինքն այդ ջուրը դրացա չէ՞ ստեղ, նայեք։ Ահա։ Ես պիտի նենա, դրացա արդեն։ Ալիևը, նայեք, Ալիևին ոչ Թուրքիային պետք չի հաուցան պայմանագիրը։ Հասկացեք մի բան։ Հիմա պատմությունը իրանց շանսա տվել, առանց ասենց կարան միա, նայեք, իրանց քաղաքական գործիչներ եւ մարդիկ որ պաշտոն են զբաղեցնում Թուրքիայում։ Այսինքն առանց կրակոցների առաջ Չէ, ոչ առանց կրակոցների, ասենց մի մտածեք։ Նայեք, ես ասում եմ Թուրքիայում ինչ են ասել։ Մի քանի ամիս առաջ ասում են մենք հույսով որ շատ շուտով Թուրքիան եւ ամբողջ Ադրբեջանը սահման չեն ունենալու։ Երկրորդը իրանց համար ինչ համար խաղաղության պայմանագիրը պետք։ Հիմա այդ պատմությունը շանս է տվել, որ ինչ որ կուզենան կանան վերցնեն։ Ես չեմ վախեցնում որ պատերազմա։ Ես ասում եմ մենք պիտի պատրաստ լինենք։ Հիմա նայեք ինչ անում Ալիևը։ Ալիևը մեզ ասում է Ձեր իշխանությունը սուտ է ասում, ոչ մի խաղաղության պայմանագիրը չի ներու, եթե մարդ ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրենք, կասի որ Սևանը իմն է։ Նիկոլը չի ասում, չէ, ես Բաքու եմ վերցնելու։ Նիկոլը ասում է, ես ուզում եմ խաղաղության պայմանագիրը ստորագրել, ու ոչ մի պահանջներ չի դնում։ Համաձայն եք եմ այդ։ Իսկ եթե Ալիևը ասում է Սևանը իմն է, Միջանցքը, ASN, ես Նիկոլ Փաշինյանին ուզում եմ մի հատ հարց տամ։ Ինչու համար, ում համար դու ուզում ես մեզ համոզես, որ դրանք ուզում են խաղաղություն։ Ես ասում եմ Նիկոլ Փաշինյան, ուշք եկեք, որ Թուրքիային եւ ադրբեջանցիներին այստեղ ոչ մի սոցիալական հոգեբանական խնդիրներ մենք չունենք։ Ես ասում եմ, դրանք տենում են, որ Հայաստանը թույլատրած վիճակում է, դրանք շանս ունեն առաջ անգամ պատմության մեջ այդ ինչ որ պետքա վերցնեն միանան, ու ինչի պիտի գնա խաղաղության պայմանագիրը ստորագրի ու այդ ամեն ինչից հրաժարվի։ Ես ասում եմ, բանակից պիտի բանակ ստեղծենք, ժողովրդից միավորվենք ամբողջ, նախկին, ներկա, չգիտեմ ինչ, զիլզիբիլ, ոչ չկա այդ բաները։ Եկեք միավորվենք։ Եթե չէ, ես ասում եմ, բոլոր դեպքերում ես ավելի շուտ լսում եմ ինչ որ ասում է Ալիևը, քանի որ ինքը հալա որ ինչ որ ասեց, արեց։ Պարոն Պողոսյանից հուշում եմ, որ մեր ժամանակը արդեն մոտեցել է ավարտին, ամեն դեպքում հայտարարությունը նոր է եղել, արձագանքները աստիճանաբար լինում են, մենք կհետևենք նաև Օրբելի 2025 ֆորումին, ամեն դեպքում այնտեղ են զեկույցներ լինում, այնպես որ հարկ լինելու դեպքում կհանդիպենք այստեղ։ Մի լսեք ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյան։ Շատ լուրջ վերաբերվեք ինչ որ ասում է Ալիևը։ Կհետևենք զարգացումներին, իրադարձությունների եւ հաջորդ անգամ կհանդիպենք, կքննարկենք եւ կտեսնենք եւ այս հայտարարությունը եւ նոր իրադարձություններ են տեղի ունենում, հատկապես ուժային կառույցներում արդեն գվարդիայի հետ կապված, կհետևենք զարգացումների եւ կխոսենք հաջորդ հաղորդմանը։ Ուժեղացնում են մեր պաշտպանությունը։ Շնորհակալություն եմ հայտնում այս հաղորդման համար եւ հաջորդ հաղորդման արդեն կարծում եմ այդ խնդիրներին կհասցնենք անդրադառնալ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։